Խաղացուն սելի քրիստոնյա ժողովուրդ եղեք օրտնված, նայեք մի հրաշալի տեղ կարդանք։ Առակաց 18-րդ գլուխ 20 խոսքից։ Ասում է մարդից բերանի պտղիցը կկշտանա նրա փորը։ Նա կկշտանա իր շրթունքների արդյունքիցը։ Մահը եւ կյանքը լեզվի ձեռքին է եւ նրան սիրողը կուտե նրա պտուղը։ Այսինքն մարդի բերանի պտղից կկշտանա նրա փորը։ Մարդը իր շուրթերով իր բերանից ինչ խոսքեր հրճակեց, խոսած, հավատաց իր կյանքի վրա, թե ուրիշների կյանքի վրա, դրանք կատարվում են, դրանք տեղի են ունենում։ Դրա համար ասում է մարդի բերանի պտղից է կկշտանա նրա փորը։ Նա կկշտանա իր շրթունքների արդյունքից, այսինքն խոսքը, բառերը մարդու շրթունքների արդյունքն է։ Մարդու բառերի խոսքերի հետևանքը ներողություն, մարդի լեզվի բերանի հետևանքը խոսքերն է եւ խոսքերի հետևանքը անեսնա կամ օրհնությունն է, մահն է կամ կյանքն է, որ տեղի է ունենում, կատարվում է եւ ուրիշի կյանքի մեջ եւ մարդը իր կյանքի մեջ ժողովուրդան։ Դրա համար ասում է կյանքը եւ մահը լեզվի ձեռքին է։ Նրան սիրողը կուտե նրա պտուղը։ Նայեք։ Երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 14 խոսքից ինչ ասում։ Ասում է որովհետև խոսքը քեզանից շատ մոտ է։ Այսինքն բերանում մտա ու սրտում մտա, որ դու նրան կատարես։ Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր վրա, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առաջին եմ դրել։ Ուրեմն կյանք ընտրիր, որ ապրես դու եւ քո սերունդը։ Ասում է խոսքը քեզանից հեռու չի, քո մոտ է, քո բերանում է եւ քո սրտում է։ Այն խոսքը քո սրտից, քո բերանից, ինչ որ դուրս եղավ, դա էլ կատարվում է, թե քո կյանքի մեջ թո դիմացին։ Մահը կյանքը, անեծքը եւ օրհնությունը ձեր առաջն եմ դրել։ Ընտրեք կյանքը եւ օրհնությունը, այսինքն Հիսուս Քրիստոսն է կյանքը եւ օրհնությունը, եւ ընտրա իրան, որ ապրես կյանք ունենաս, եւ ընտրա, որ իրան էլ խոսած, կյանք խոսած, օրհնություն խոսած, հասկանում եք ժողովուրդ ջան։ Եվ Հիսուսն ասում է Հովհաննեսի 4 գլխում այն կնոջը, այն ջուրը, որ ես կտամ, ջրի աղբյուր կլինի մարդու ներսում հավիտենական կյանքի համար։ Տերը օրհնա լավ